Հարգելի գործընկերներ, ողջունում եմ, շարունակում ենք մեր հարցազրույցների շարքը Բարգավաճ Հայաստան կուսակցության նախընտրական ցուցակի պատգամավոր թեկնածուների հետ եւ այսօր իմ հյուրն է Ազգային ժողովի պատգամավոր նախկին պատգամավոր, կներեք, պատգամավորի թեկնածու Անդրանիկ Թևանյանը։ Պարոն Թևանյան, նախ ուզում եմ շնորհավորել մեզ այսօրվա կապակցությամբ, մեզ մոտ տոն է, այդ թվում նաև եռատոնն եմ շնորհավորում, թեև պաշտոնական մակարդակում այդ տոնը մոռացության մատնեցին, ինչպես Արցախն ու փորձում են ջնջել մեր հիշողությունը։ Ես ուզում եմ հենց սկսենք մենք դրանից, ուր է տանում այդ իշխանությունների մոլուցքը ջնջել հիշողությունը, արդյոք դա հենց չի խարխլում պետականության, մեր ինքնության հիմքերը։ Նախ դուք նշեցիք եռատոնի մասին, պետք է ցավով արձանագրել, որ եռատոնը գողացվել է մեր ժողովրդից, տեղի ունեցել կողոպուտ պետական մակարդակով այն առումով, որ Արցախը հանձնվել է, մենք Շուշիի ազատագրման օրն ենք նշում որպես եռատոններից մեկը, մենք նշում ենք նաև ֆաշիզմի դեմ տարված հաղթանակը, բայց այսօր նեոֆաշիզմի ներկայացուցիչները, մասնավորապես Զելենսկին, գալիս է Երևան եւ Երևանից անում է հայտարարություններ, որոնք ընդհանրապես մեր շահերի հետ կապ չունեն, մեր երկրի դեմ են ուղղված են հայ-ռուսական հարաբերությունների դեմ, ուղղված են Հայաստանի դեմ, եւ այս առումով իշխանությունները պատահական չէ, որ ճողոպրել են Երևանից, գնացել են իբր քարոզարշավի նախընտրական, բայց իրենք կարող էին այդ նախընտրական քարոզարշավի պլանը այնպես կազմել, որ պաշտոնապես այց լիներ եւ Եռաբլուր եւ հաղթանակի զբոսայգի, որտեղ մեր պապերի անմար կրակի մոտ, հիշատակին նվիրված անմար կրակի մոտ կարող էին իրենց արգանքի տուրքը մատուցել, բայց չարեցին, նաեւ Եռաբլուրը այց չեղավ, իրենք արժե զրկում են մեր բոլոր ձեռքբերումները եւ սրանք պետական մակարդակով կողոպտիչներ են, քաղաքական կողոպտիչներ եւ այս առումով օրվա խորհուրդը այն է, որ մենք պետք է գնահատենք մեր անցյալը, մեր պատմությունը, մեր արժեքները, պաշտպանենք մեր ազգային արժանապատվությունը եւ կարողանանք իրական եւ երաշխավորված խաղաղություն ապահովել մեր երկրի համար, այդ դա կլինի հիմնական այն մեր անելիքը, մեր պարտքը նաև ինչ-որ առումով մեր նահատակների առաջ, որ ցույց տանք, որ նրանց զոհողությունը հանուն ոչնչի չի եղել, ինչպես որ ուզում են հիմա հայ ժողովրդին համոզել եւ պարտադրել նաև այդ արժեքները, մենք նաև պարտք ունենք մեր սերունդների առաջ, մեր երեխաների առաջ, նրանց համար խաղաղ ապագա եւ զարգացող ապագա ապահովելու առումով։ Պարոն Թևանյան, դուք ձեր խոսքում sense նախանշեցիք բոլոր այն թեմաները, որին ես ուզում էի անդրադառնալ, դա հիմնականում հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս վիճակն է, որովհետև եթե մենք հետ նայենք հատկապես վերջին ամիսների սրընթաց զարգացումներին, մենք կտեսնենք, որ բավականին մտահոգիչ է այն իրավիճակում Հայաստանը, որ հայտնվել է ընտրությունների նախաշեմին եւ ես երեք մի վերլուծություն էի կարդում, որի հետ համաձայն եմ, որ երբևիցե Հայաստանը որևէ ընտրության նախաշեմին չի եղել այս գեոպոլիտիկ առևտրի առարկա, ոնց որ այսօր է։ Նույն իշխանությունները, քանի որ դուք ասում եք, որ խաղաղության, նույն իշխանությունները շատ են մեղադրում Ռուսաստանին նրանում, որ նրանք փորձում են հիբրիդային պատերազմ վարել եւ վարում են մեր երկրի դեմ։ Թեև անունը չի հնչում, բայց բոլորս հասկանում ենք ում մասին է խոսքը։ Միևնույն ժամանակ մենք տեսնում ենք, որ Երևանում անցկացվում է եվրոպական այդ գագաթնաժողովը, որին զուգահեռ որոշում է կայացվում, որ Հայաստանում պետք է տեղակայվի եվրոպական երկրորդ առաքելությունը, որ ինչ որ կիբերհանցագործության հետ պետք է գործ ունենա, արհեստական բանականություն, այսինքն բոլոր այն ուղղությունները, որոնք ուղղակիորեն կապ ունեն երկրի անվտանգային համակարգի հետ։ Հայաստանն էլ միաժամանակ հանդիսանում է
Ռուսաստանի դաշնակից երկիրը դեռևս հանդիսանում է եւ ԵԱՏՄ անդամ։ Այդ հիբրիդային պատերազմ ասվածը արդյոք մի դեպքում ուղղակի դեկլարատիվ հայտարարություններ, երբ որ իրանք ասում են հիբրիդային պատերազմ է վարում, բայց մյուս կողմից, երբ որ Հայաստանը թողնում է եվրոպական այդ բոլոր առաքելությունները ներս գալ, արդյոք դա հիբրիդային պատերազմ չէ նույն Ռուսաստանի դեմ։ Ես կավելացնեի նախ Հայաստանի դեմ։ Հիբրիդային պատերազմ Հայաստանի դեմ կա, բայց այդ պատերազմը մղում են Նիկոլ Փաշինյանը եւ իր հովանավորները։ Թուրքիան, Ադրբեջանը, գլոբալիստական շրջանակները արևմուտքի, այսինքն հիբրիդային պատերազմ մղում Հայաստանի դեմ։ Ինչ է նշանակում հիբրիդային պատերազմ տվյալ դեպքում։ Տեսեք, այսօր կա լուրջ հակամարտություն արևմուտքի եւ Ռուսաստանի միջեւ, եւ արևմուտքը փորձում է նախկին սովետական միության երկրները օգտագործել որպես մանրադրամ Ռուսաստանի դեմ։ Ուկրաինան, Վրաստան, Ադրբեջան, նաև Հայաստան, Մոլդովա, սրանք այն երկրներն են, որտեղ աշխատում են, որպեսզի ստանան հակառուսական հակազդեցության տիրույթներ եւ մանրադրամ, եւ այդ պետություններն ու այդ պետության ժողովուրդներին դնում են զոհասեղանին։ 2008 թվականին դա արեցին Վրաստանում, տեսանք թե ինչ եղավ, հետագայում մենք տեսնում ենք, թե Ուկրաինան ինչի է վերածվել, 22 թվականից արդեն պատերազմական գործողություններ են եւ ավելի միլիոնից ավել միլիոնավոր մարդիկ զոհվել են, անհատ կորել են, Ուկրաինայի մեծ մասը ավերակների է վերածված, իսկական ողբերգություն է դա։ Մոլդովայում ընտրությունները կեղծում են եւ ելի օգտագործում են որպես մանրադրամ Ռուսաստանի դեմ։ Ադրբեջանին են փորձում օգտագործել, թեև Ադրբեջանը այսպես հավասարակշռվածն է խաղում եւ ի տխրություն մեզ իր շահերից ելնելով է խաղում։ Նիկոլ Փաշինյանը համաձայնել է դառնալ մանրադրամ հանուն սեփական աթոռի եւ սեփական կաշվի փրկության եւ Նիկոլ Փաշինյանը համաձայնել է դառնալ հայկական Սաակաշվիլի կամ Զելենսկի։ Այսա հենց հիբրիդային պատերազմն է, որտեղ մեր ժողովրդին մղում են դեպի կառափնարան, տանում են դեպի զոհասեղան, մատաղացու գառ են ուզում որպես օգտագործել Հայաստանը եւ օգտագործում են Ռուսաստանի դեմ։ Մինչդեռ եթե մենք հայ-ռուսական հարաբերությունները փչացնում ենք, հարց է առաջանում մեր անվտանգային համակարգի բաղկացուցիչ մասերը ինչի են վերածվում, օրինակ ռուսական ռազմաբազան են ուզում հանել Գյումրիից։ Ինչ է դա նշանակում։ Դա նշանակում է, որ մենք խոցել ենք դառնում հենց Թուրքիայի համար։ Թուրքիան, այսպես ասած, հայ ժողովրդի գեղեցիկ աչքերի համար չի, որ ներխուժում չի իրականացնում։ Թուրքերը, երբ որ հնարավորությունը տեսել են, մտել են Կիպրոս, մտել են Սիրիա, մտել են Իրաք եւ որևէ խնդիր չունեն մտնելու օրինակ Հայաստան կամ Հունաստան։ Եվ միջազգային հանրությունը ինչպես միշտ որ այդ դեպքերում բոլոր։ Այո, Մակրոնի այցը Հայաստան հիբրիդային պատերազմի, ինքնիշխանության նսեմացման, քաղաքական ներքին գործերին խառնվելու դասական օրինակ է։ Երբ որ ինքը ասում է, որ մենք պաշտպանում ենք Նիկոլ Փաշինյանին, դա նշանակում է միջամտություն մեր ներքին գործերին։ Ընդ որում դա ասում է մեկը, որը Ֆրանսիայում խայտառակ ցածր մակարդակի վարկանիշ ունի եւ համարվում է Ֆրանսիայի Նիկոլը։ Այսինքն ինքը արկածախնդիր է Մակրոնը, ինքը փորձում է այսպես չկայացած նապոլեոնություն անել ու ցույց տալ, որ քանի որ ինքը պարտվել է Ռուսաստանին տարբեր հարթակներում, մասնավորապես Աֆրիկայում եւ այլնում, Ուկրաինայում նրանք պատերազմի հրահրող հիմնական այսպես գործիչներն են։ Հիմա նույնը ուզում են անել Հայաստանի հետ։ Երբ որ Մակրոնը հայտարարում էր, որ Նիկոլ Փաշինյանը խիզախ գործիչ է, դա ի դեպ անում էր Արցախը հանձնելուց առաջ։ Ինքը հենց նկատի ուներ այն, որ Նիկոլ Փաշինյանը համաձայնել է արևմտյան այն ծրագրին, համաձայն որի Արցախում պետք է գնալ միակողմանի զիջումների եւ Արցախը հանձնել Ադրբեջանին, որպեսզի այնտեղից հեռացվի ռուսական զորքը։ Այսինքն Պրահայի հայտարարությունը հենց դա։ Այո, Մակրոնը, Միշելը, Բայդենը, Բորելը, Ուրսուլա ֆոն դեր Լայենը, այսինքն բոլորը մեղավոր են Արցախում տեղի ունեցածի համար։ Իհարկե թիվ 1 մեղավորը Նիկոլ Փաշինյանն է, որը համաձայնել է մանրադրամի եւ Խամաչիկի դերակատարմանը, բայց նրանք էլ մեղավոր են, որ հանուն իրենց աշխարհակաղակական շահերի գնացին այդպիսի քայլին, բայց մեղադրել այլ երկրներին իրենց շահերը պաշտպանելու համար դա առնվազն միամտություն է։ Մենք մեր շահերը պետք է պաշտպանենք, իսկ մեր շահերը պաշտպանելու համար Հայաստանում անհրաժեշտ է իշխանափոխություն եւ հունիսի 7-ին կա այդ հնարավորությունը գնալու իշխանափոխության, որովհետեւ հակառակ պարագայում
Հայաստանին սպասում է Արցախի ճակատագիրը։ Բայց եթե արցախցիները գալու տեղ ունեին, ապա հայ ժողովուրդը, Հայաստանի քաղաքացիները գնալու տեղ չեն ունենալ։ Այս մասին ես կուզենայի, որ շատ հստակ մեր քաղաքացիները դիմելով իրենց, ես ասում եմ, որ մեր քաղաքացիները պետք է իմանան, որ հունիսի 7-ին բարձր մասնակցություն ցուցաբերելով ընտրություններին, իրենք կարող են փոխել այս քաղաքականությունը, իրենք կարող են անել այն, որ մենք չդառնանք երկրորդ Ուկրաինա, չդառնանք մանրադրամ, մեր երեխեքը, մեր ծնողները չզոհվեն հանուն ոչնչի տվյալ դեպքում կամ հանուն թուրք-ադրբեջանական շահերի, եւ մենք պետք է թույլ չտանք մեզ, որ օգտագործեն այնպես, ինչպես 100 տարի առաջ են օգտագործել նույն տարբեր շրջանակները Սևրի դաշնագրեր թափահարելով եւ հայ ժողովրդին այսպես կոնֆետ ցուցադրելով քաղաքական, բայց տակը ոչինչ չդնելով։ Մենք չպետք է թույլ տանք, որպեսզի հայ ժողովուրդը 21-րդ դարում ենթարկվի ցեղասպանության արդեն Հայաստանի Հանրապետության արկայության պայմաններում։ Եթե 15 թվականին դա վերագրում էինք, որ պետություն չենք ունեցել, զորք չենք ունեցել, կազմակերպված համակարգեր չեն եղել, դրա համար էլ մերոնք կոտորվել են, ապա հիմա ուղղակի բոլորիս համար ամոթ կլինի եւ մենք այդ ամոթի խարանը պետք է թույլ չտանք, որ դաջվի մեր ճակատներին։ Այո, նույն Ֆրանսիան, Արևմուտքը կարող են արտասվել, Մակրոնը կարող է Շարլ Ազնավուրի հերթական երգը երգել դեմագոգիկ ու ցինիկ ձևով ու սգալ հայ ժողովրդի ողբը իլուր աշխարհի, բայց դա մեզ ոչինչ չի տա։ Մեզ պետք չի, որ Մակրոնները կարմիր խաչի գրասենյակներ բացեն մեր երեխեքի համար արտասահմաններում, իսկ մենք էլ ասենք, տեսեք ինչ մարդասեր է Եվրոպան։ Եվրոպան կարող է մեր լավ գործընկերը դառնալ այն դեպքում, երբ որ մենք մեզանից ինչ-որ բան ներկայացնենք, եւ ես ձեզ վստահեցնում եմ, Հայաստանի ու Արևմուտքի հարաբերությունները անհամեմատ ավելի լավ կլինեն նոր իշխանության պարագայում, ազգային իշխանության պարագայում, որովհետեւ ազգային իշխանությունը թույլ չի տա իրեն օգտագործել որպես մանրադրամ, իսկ դա նշանակում է, որ նույն Արևմուտքը, որը մեր բնական գործընկերն է, կարող է շատ լավ հարաբերություններ վստահելի եւ հանդուրժելի եւ հարգալից վերաբերմունք ու հարաբերություն ունենալ մեր հետ, քան սրանց պարագայում է։ Դուք չշփոթեք մեր քաղաքացիները, թող չշփոթեն այդ Մակրոնների հետ, Պաչիկ-Պուչիկներին եւ այլներին, դրանք Հուդայի համբույրներ են, դրանք մահվան համբույրներ են, այդպիսի համբույրներ իրանք տալիս էին նաեւ արցախցիներին։ Միշելը հայտարարում էր, որ մենք կապահովենք արցախցիների տեղի էթնիկ հայերի, այսպես ասած, անվտանգությունը, բայց ամեն ինչ արեցին, որ 120,000 հայ դառնա գաղթական, մնա առանց տան, հիմա էլ նույնը ուզում են անեն Հայաստանի հետ, ինչ է թե Ռուսաստանի հետ իրենք հաշիվներ ունեն։ Ռուսաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է, մենք ուրիշի կռիվների մեջ չենք մտնելու, մենք պետք է այնպես անենք, որ մեզ հարգեն, վստահեն, եւ ես ձեզ հավաստիացնում եմ, Ռուսաստանի հետ կարելի է նորմալ դաշնակցային հարաբերությունները զարգացնելով հանդերձ փայլուն գործընկերային հարաբերություն ունենալ Արևմուտքի հետ, Չինաստանի հետ, Հնդկաստանի հետ, արաբական երկրների հետ։ Ես կարծում եմ, որ մենք հսկայական պոտենցիալ ունենք զարգացնելու համար հայ-իրանական հարաբերությունները եւ այս առումով մեր ծրագիրը, որով մենք մասնակցում ենք այս ընտրություններին, որը կոչվում է Առաջարկ Հայաստանին, հենց մեր ծրագրում նշված է, որ մենք ապահովում ենք երաշխավորված խաղաղություն, այդ երաշխավորված խաղաղությունը պարզապես խոսքեր չեն, դա նշանակում է միջնորդ երաշխավորների ինստիտուտի ներմուծում, դա նշանակում է հայ-ադրբեջանական հարաբերություններում ռեալ քարտեզներով եւ ռեալ երաշխավորներով սահմանագծում եւ սահմանազատում, դա նշանակում է նաեւ բանակի վերականգնում, դա նշանակում է արտաքին հարաբերությունների պրոֆեսիոնալ հիմքերի վրա դնել։ Այս ամենը չկա եւ մեր ժողովրդին խաբում են հիմա խաղաղության կեղծ թեզերով, իսկ իրական խաղաղությունն ու արժանապատիվ երաշխավորված խաղաղությունը կարող ենք բերել մենք եւ ես այդ առումով կարծում եմ, որ ոչ միայն մեր ուժին, այլ նաև բոլոր ընդդիմադիր ուժերի առումով, եթե մենք հավաքական ընդդիմությանը ապահովենք համապատասխան քանակի ձայներ, ապա իշխանությունը կփոխվի եւ մենք հնարավորություն կունենանք առնվազն նախ ցեղասպանության չենթարկվելու, խուսափելու պատերազմից եւ հետագայում նաև ապահովելու երաշխավորված խաղաղություն եւ զարգացում։ Այդ պարադոքսը դրանում չի, որ կարծես թե մենք բոլորս հասկանում ենք այն ինչ որ դուք նոր թվարկեցիք, եւ բայց 20 թվականից հետո այդ որ մենք ասում ենք հայ ժողովուրդը պարտությունների ֆոնին ապաթիայի մեջ է,
հուսահատությունների մեջ է 6 տարի անցել է, ես հասկանում եմ, որ դա շատ վատ փուլ էր եւ հետևանքները մենք առ այսօր մեզ վրա զգում ենք, բայց կարծես այդպես չի անցել, քաղաքացիներին գոնե ես որպես լրագրող երբ որ շփվում եմ փաստարկներով ներկայացնում եմ, որ սենց է, եթե մենք գնանք շարունակությունը ավելի վատ է լինելու, նույն այդ Եմեն ու Ռուսաստան այդ կոնֆրոնտացիան, որի արանքում մենք ենք ու մենք տուժելու ենք, եթե մենք Ռուսաստանից կտրվենք, որովհետև եթե մնացած ամեն ինչը դնենք մի կողմ, զուտ, ասենք, վերջի 11 տարին, որ մենք ԵԱՏՄ-ում ենք, եթե մենք նայենք տնտեսական մեր աճը, թվերը, արդեն դա ամեն ինչի մասին է խոսում։ Իսկ ԵՄ-ի հետ մենք նույնիսկ այս գագաթնաժողովից հետո հստակ առարկայական որևէ ձեռքբերումներ, պայմանավորվածություններ չունենք։ Այդ թվում նաև վիզայի ազատականացման մասին, որի մասին թմկահարում են, բայց մի քանի տարի հետո եթե դա լինի, եթե լինի, որևէ մեկը երաշխիք չի տալի։ Այս ամեն ինչը քաղաքացիներին բացատրում ես, ասում են, այո, բայց միևնույն է շարունակում են ինչ որ մնալ սենց ինչ որ անհասկանալի վիճակ։ Ոնց է դուք որպես քաղաքական ուժի ներկայացուցիչ քաղաքացիներից այս մեկ ամսվա ընթացքում, քարոզարշավի ընթացքում զրուցելու, խոսելու, ինչ փաստարկներ եք ներկայացնել, որպեսզի հունիսի 7-ին այդ ճիշտ ընտրությունը ի վերջո կատարվի։ Մենք քաղաքացիների հետ շփվում ենք ոչ թե այս մեկ ամսվա շրջանակներում, այլ մեր ուժի, տվյալ դեպքում Այր Հայաստան կուսակցության կամ շարժման դրանից առաջ այդ ուժի շրջանակներում 23 թվականից սկսած մենք ամենօրյա ռեժիմով աշխատում ենք եւ թույլ տվեք մի փոքր չհամաձայնել ձեր հետ այն մասով, որ քաղաքացիների մոտ համատարած ապաթիա է, չեն պատկերացնում, չեն հասկանում։ Ես կարծում եմ, որ հետեւյալն է խնդիրը, որ ուրեմն մեր ուսումնասիրություններով քաղաքացիները շատ լավ պատկերացնում են, թե ինչ է լինելու, եւ մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մարդիկ արդեն չեն հավատում Նիկոլ Փաշինյանի ստերին, եւ քաղաքացիները պահանջում են նաեւ կոնսոլիդացիա ուժերի, եւ դա է պատճառը, որ տարբեր ընտրություններին մասնակցելով եւ դրական արդյունքներ ապահովելով հանդերձ Մայր Հայաստանը որոշում կայացրեց միանալ Առաջարկ Հայաստան ծրագրին եւ Բարգավաճ Հայաստան կուսակցության հետ միասին մասնակցել ընտրություններին, որպեսզի մենք մեր օրինակով ցույց տայինք, որ անհրաժեշտ է կոնսոլիդացիա, այսինքն մենք ոչ թե դնում էինք անցողիկ շեմի խնդիր, այլ մենք դնում ենք իշխանապողության խնդիր, իսկ իշխանապողության համար անհրաժեշտ է կոնսոլիդացիա։ Մենք իհարկե ավելի լայն կոնսոլիդացիայի կողմնակից ենք, բայց ոչ մեր մեղքով այդ լայն կոնսոլիդացիան տեղի չունեցավ, բայց հիմա մենք կարող ենք Գյումրիի սցենարը կրկնել այն առումով, որ տարբեր ընդդիմադիր ուժերը միմյանց չտիրախավորելով եւ կենտրոնանալով բացառապես իշխանությունների ուղղությամբ կարողանան հետագայում մեկտեղել իրենց ուժերը եւ քաղաքացիական պայմանագրին զրկել իշխանությունից, ձևավորելով նոր իշխանություն, որը արդեն իսկ շանս է տալիս, որ մենք խուսափենք կատաստրոֆիկ զարգացումներից։ Այս առումով մեր քաղաքացիները բավական արդեն այսպես սթափության վիճակի մեջ են, որովհետև 21 թվականին նախ հետպատերազմյան շոկը դեռ չէր հաղթահարված եւ տեղի ունեցավ նաեւ մեծ խաբեություն Նիկոլ Փաշինյանի կողմից, հերթականը եւ ամենամեծը, որ ինքը խոստացավ Արցախի ինքնորոշման իրավունքը պաշտպանել, խոստացավ խաղաղություն, բայց արեց ճիշտ հակառակը եւ դավաճանաբար հանձնեց Արցախը Ադրբեջանին հանուն իր իշխանության եւ հանուն աշխարհաքաղաքական խաղերի զոհասեղանին հայտնվելու եւ դրա դիմաց անձնական շահեր նա բնականաբար ակնկալում ու մինչեւ այժմ ստացել է, ստանում է այդ շահը ու Մակրոնների գալը Երևան հենց դրա պատճառով էր։ Դուք ասում եք մենք առարկայական ոչինչ չենք ստացել, այո, համաձայն եմ, չենք ստացել է Նիկոլ Փաշինյանը զուտ PR քարոզչական աջակցություն, իսկ Հայաստանը եթե ստացել է, ապա ստացել է մինուս նշանով ինչ-որ բաներ։ Մենք մտել ենք հակառուսական պատերազմի մեջ, որը բացարձակապես չի բխում մեր շահերից, մենք ինչ ենք թշնամանում Ռուսաստանի հետ, ես չեմ հասկանում, ով է ասում, որ արևմուտքի հետ լավ հարաբերությունները նշանակում է թշնամություն Ռուսաստանի հետ։ Վրաստանը այսօր այն գիծը, որ պաշտպանում է, ինքը մաքուր իրենց ազգային պետական շահերից ելնելով է պաշտպանում։ Այո, եւ չդարձավ մանրադրամ, որովհետեւ իրանք մի անգամ տեսան 2008-ին, որ իրանք կարող են արևմուտքի կողմից ծափահարվել, ասել այո, գնացեք առաջ, բայց հետո ասեն դե մենք ինչ կարող ենք անել, ձեզով էր ասում մտնենք Ռուսաստանի հետ պատերազմի մեջ։ Հիմա նույնը անում են այստեղ, նույնը արել են եւ անում են Ուկրաինայում, եւ իրենք պայքարում են Ռուսաստանի դեմ, ինչը վերջին ուկրաինացին, հիմա էլ Նիկոլ Փաշինյանի ձեռքերով պայքարում են Ռուսաստանի դեմ, ինչը վերջին հայը։ Ես չեմ ուզում եւ մեր ուժը, մեր քաղաքական միավորը, այս լայն միավորը, որ ստեղծվել է, մենք չենք ուզում, որպեսզի մինչեւ վերջին հայը պայքար մղվի
Ռուսաստանի դեմ եւ մենք ընդհանրապես օգտագործվենք ու դեն նետվենք։ Սա այդ դեպքը չի։ Մենք դրան դեմ ենք եւ իրականում ասեմ, որ ոչ մի բան էլ իրենք չեն կարող բերել Հայաստանին, իրենք խնդիր չունեն ոչ ԵՄ անդամ դարձնելու, ոչ վիզաներ ազատականացնելու եւ սրանք գիտեք արդեն 4-րդ կամ 5-րդ ընտրությունն է ԿՊ-ն մասնակցում է Աջափնյակի մետրոյի ծրագրով 4-րդ կամ 5-րդ ընտրությունն է, այդ խոստումը տալիս են անցնում են, խոստումը տալիս են անցնում են։ Հիմա նույնն է եվրոպացիներն են անում, նույն դպրոցն է, էլի խաբեության, այս արդեն նույնիսկ մինչև իշխանապողությունը 18 թվականի եվրոպացիները այդ 2.5 միլիարդը անընդհատ ասում են, որ հատկացնելու են։ Նախ սրանք այնքան ապիկար գտնվեցին են նախկին այդ խոստով տված այդ գումարները չկարողացան յուրացնել են առումով, որ ծրագրերը չկարողացան իրականացնել։ Եվ երկրորդ հիմա թղթի վրա հայտարարում են 2.5 միլիարդ, այդ 2.5 միլիարդը արդեն 10 անգամ վաճառել են հայ ժողովրդի վրա։ Այն դեպքում, երբ որ այդ տիպի գումար Ռուսաստանից տրանսֆերների մասով է գալիս, ճիշտ է, ոչ 2.5 միլիարդը, բայց այդքան գումար կանխիկ եւ անկանխիկ եղանակով հաստատ մտնում է Ռուսաստանից միայն մասնավոր տրանսֆերներով, այսինքն մեր խոպանչիների, ասենք, վերած փողերով։ Չհաշված Ռուսաստանից ինչքան մենք հնարավորություններ ենք ստանում էժան գազի տեսքով եւ այլնով, ավելի քան 30%-ը ԵԱՏՄ-ում, իսկ մասնավորապես Ռուսաստանում է վաճառվում մեր ապրանքների եւ հատկապես գյուղատնտեսական ոլորտի ապրանքների մասով ես կարող եմ դա ասել եւ խմիչքը, կոնյակը իրենց ինքնավստահությունը ինչի վրա է, որ իրանք այդ ամենի վրա ուզում են խաչի։ Իրանք ինքնավստահ չեն, Նիկոլ Փաշինյանը լավ վախեցած է։ Իրենց ինքնավստահության համար բերեցին այդ եվրո շոումեններին, այստեղ ցույց տվեցին, որպեսզի հայ ժողովրդին խափեն, թե իբր մեծ աջակցություն եւ զարգացում է սպասվում։ Իրականում իրենք վախեցած են եւ գիտեն, որ չունեն հանրային հնարան։ Մեր ժողովրդին մնում է միայն անպայման մասնակցել ընտրություններին։ Ես տեսեք, թող այսպես զարմանալի չթվա, մենք մանավանդ Բարգավաճ Հայաստանի մամլոք կենտրոնում ենք գտնվում, հասկանալի է, որ մեր շահագրգռվածությունը մեծ է, որպեսզի հենց կոնկրետ մեծ ձայն տան ընտրողները, բայց ես կասեմ մի փոքր ստանդարտից շեղված ձևակերպում։ Թող ընտրողները անպայման մասնակցեն ընտրություններին եւ ձայնը տան ընդդիմությանը այն ուժերին, ովքեր որ հաստատ կարող են հայտնվել խորհրդարանում, որպեսզի ձայներ չկորեն, չփոշիանան եւ հավաքական ընդդիմությանը ձայն տալով իրենք կարող են վստահ լինել, որ մենք հասնելու ենք փոփոխությունների։ Այս առումով առաջնայինը իրենց մասնակցության բարձր տոկոսը ապահովելն է։ Երկրորդը իհարկե ամեն ուժ ձգտում է իր վրա վերցնել պատասխանատվությունը եւ մենք էլ ենք պատկերացնում, որ իշխանական պատասխանատվությունը մենք պետք է վերցնենք եւ մենք ունենք այդ եւ թիմի առումով եւ ծրագրի առումով այդ հնարավորությունը վերցնել իշխանական պատասխանատվության բեռը։ Եվ այս առումով ես կարծում եմ, որ տրամաբանական է, որ ապագայում կոալիցիոն իշխանություն կարող է ձևավորել, որովհետեւ ընդդիմադիր ուժերից եւ ընդհանրապես որևէ ուժի չի հաջողվի 50+ հավաքել, հետեւաբար կոալիցիոն պետք է լինի այդ իշխանություն, դա նշանակում է պատասխանատվության բաշխում ուժերի մեջ, բայց ես հիմա չեմ ուզում առաջ ընկնել։ Առաջնայինը տվյալ դեպքում մեր հանդիպումների ժամանակ, մեր քարոզարշավի ժամանակ մենք պետք է անենք այնպես, որ մարդիկ անպայման գնան ընտրության եւ իմանան, որ սա հենց իրենց քվեից է կախված ու Աստված մի արեցցե, որ ես ճիշտ դուրս գամ, սա կարող է վերջին ընտրությունը լինել համապետական։ Մարդիկ պետք է հասկանան, տեսեք, Արցախում էլ չէին պատկերացնում, մինչև վերջ չէին պատկերացնում, որ այդպես կլինի։ Եթե պատկերացնեին, որ այդպես կլինի, նույնիսկ ղեկավարությունը այդ օրին չէր հայտնվում, հիմա ցավոք սրտի Բաքվի բանտերում են։ Ես ձեզ ասեմ, ոչ ադեկվատության խնդիր կար նաև եւ թմրեցման խնդիր կար, մարդկանց խաբել էին, թե սա ինչ-որ բան կփոխվի եւ այլն, բայց իրենք չգիտեին, որ Հայաստանի իշխանության կողմից արդեն վաղուց դավաճանված են։ Հիմա ես չեմ ուզենա, որ Հայաստանում էլ այդ նույն սցենարը կրկնվի։ Դրա համար մենք կոչ ենք անում քաղաքացիներին, որ անպայման գնացեք ընտրատեղամաս, որպեսզի հետո մենք ստիպված չլինենք զենքը ձեռքներից պաշտպանել մեր հայրենիքը։ Ես գիտեմ, որ զենքը ձեռքին հայրենիք պաշտպանում են, բայց մենք ձգտում ենք խաղաղության, այլ ոչ թե պատերազմի։ Զենքը մեզ անհրաժեշտ է մեր երեխաների անվտանգության համար, բայց զենքի կիրառումը արդեն դա նշանակում է, որ պետական կառավարումը, դիվանագիտությունը սխալվել են, որը չի կարելի թույլ տալ։ Այդ դուք քիչ առաջ նշեցիք երաշխավորված խաղաղության մասին, որ ամրագրված է այս ծրագրում, խաղաղությունը նաև կարծես թե առանցքայինն է ԿՊ-ի ծրագրում, բայց ես ուզում եմ դուք եւս մեկ անգամ ներկայացնեք մեր քաղաքացիներին, թե որն է մեր ընդդիմության, ես որովհետև կարծում եմ, որ ընդդիմությունը բոլորը
նույն այդ կետեր ունեն, առանցքում Հայաստանի շահերն են, խաղաղությունը որն է ըստ ընդդիմության եւ որն է ըստ քաղաքացիական պայմանագրի խաղաղությունը։ Նախ քաղաքացիական պայմանագիրը ստախոսությամբ է զբաղված, մենք դա արդեն փորձով գիտենք, մի քանի պատերազմ են բերել, արհավիրքների եւ մահերի հեղինակ են դարձել, Արցախը հանձնել են, իրանք ով իրավունք չունեն խոսել խաղաղությունից։ Նրանք, ովքեր միամտաբար կհավատան դրանց խաղաղությանը, թող հիշեն, թե ինչ են ասում դրանք, պարզ օրինակ են բերում արագաչափերի մասով։ Արագաչափերը իրենց մեկնաշերերով փակելով գալիս էին, թե իբր գալու ենք իշխանությունը փոխենք, արագաչափերը հանենք։ Եկան ավելացրեցին տեսախցիկները, կարմիր կետագծերը, տեղական турքեր վճարները, ասում են գազ, էլեկտրաէներգիան ջրի գինի իջացնելու են, ճիշտ հակառակ առաջինը, Արցախը Հայաստանը եւ վերջը դարձավ Արցախը Ադրբեջանը եւ վերջ։ Ստախոսություն համատարած, նույնիսկ կհիշեք այդ պարտադիր կൂട്ടակային կենսաթոշակային համակարգը կար, Նիկոլ Փաշինյանը անցնում էր մենք դեմ ենք դրան եւ գալու ենք հանենք։ Եկան ու ասացին չէ, մենք էդի պետքա պահենք։ Թողնենք մի կողմ դա լավն է թե վատ համակարգ։ Իրենք ստախոսներ են, ստախոսներին չի կարելի հավատալ։ Երաշխավորված խաղաղության մասին թեզը առաջինը մենք ենք շրջանառության մեջ դրել եւ ես սրա դրական եմ գնահատում այն, որ ընդդիմադիր դաշտի խոսույթում հայտնվել է արդեն այդ ձևակերպումը բոլորի մոտ կամ գրեթե բոլորի մոտ, այսինքն մենք այդտեղ ոչ թե հեղինակային իրավունքի խնդիրն ենք դնում, այլ ասում ենք շատ լավ է, որ այդ գաղափարը տարածվել է։ Մեր պարագայում երաշխավորված խաղաղությունը ինչ է նշանակում։ Նախ խաղաղության թիմ 1 երաշխավոր պետք է լինի քո բանակը։ Այսինքն առաջնային կետերից մեկը մենք նշել ենք, որ պետք է լինի բանակի վերականգնում։ Երկրորդը դաշնակիցների, բնական դաշնակիցների հետ հարաբերությունների վերականգնում։ Ռուսաստան-Իրան, Վրաստանի հետ կոոպերացիայի խորացում, կոմունիկացիոն իրական խաչմերուկի ձևավորում, այսինքն իրական ապաշրջափակման ապահովում, հայ-ադրբեջանական հարաբերություններում անպայման միջնորդ երաշխավորի կամ երաշխավորների ինստիտուտի ներմուծում։ Սրանք ասում են մենք ուղիղ ենք բանակցում, իբր դա լավ բան է, բայց դա բանակցություն չի, դա ատրճանակը քո ճակատին դրած բանակցություն է, երբ որ քեզ ասում են, որ գնա կատարիր այս, իսկ դու կատարում ես։ Ու մի հատ էլ ասում են խաղաղություն է տիրում, դուք ամեն ինչ հանձնել եք, դրա համար խաղաղ եւ հանձնում եք։ Դրա համար պայմանական Սևանի վրա նստած են, ջերմուկի վրա։ Դա իրանք չեն ուզում նշեն։ Իրանք ասում են, տեսեք, գլխավոր երաշխիքներից մեկը միջնորդ երաշխավորների մենք կողմ ենք, որ ողջամիտ արագ ժամկետում տեղի ունենա սահմանագծում եւ սահմանազատում։ Ինչ է դա նշանակում։ Դա նշանակում է, որ մենք միջազգային որոշակի երաշխիքային լեգիտիմություն կստանանք մեր սահմանների հետ կապված, որովհետեւ այնպես է ստացվել, որ հիմա մենք պետք է ճշգրտենք մեր հարաբերությունները Ադրբեջանի հետ։ Դա առանց ռեալ քարտեզի, առանց միջնորդի, որովհետև տվյալ դեպքում ամենաբնական է տարբերակում Ռուսաստանը, որովհետև ռուսական գլխավոր շտաբի քարտեզներով է հնարավոր դա իրականացնել, եւ բացի այդ նոյեմբերի 9-ի համաձայնագրի կողմերից մեկը Ռուսաստանն է, որը չի չեղարկված։ Դրա շրջանակներում մենք պատրաստ ենք այդ առաքելությանը եւ ես կարծում եմ Ադրբեջանը չի կարող հրաժարվել դրանից, որովհետև միջազգային հանրությունն էլ է կողմ դրան։ Որովհետև նույն տրիպի ծրագրից, երբ որ սրանք խոսում են, իհարկե այս իրանական դեպքերով պայմանավորված տրիպի թեման, այսպես ասած, օրակարգից կարելի ասել գրեթե դուրս է եկել, կամ ոչ այն տեսքով է մնալու, որ կա, բայց նույն տրիպի շրջանակներում ամերիկացիներն են պնդում, որ պետք է երաշխավորված խաղաղություն լինի, որ այնտեղ ներդրումներ արվեն, թե չէ որևէ երաշխիք չկա, կամ միակողմանի զիջումը դա դեռ չի նշանակում խաղաղություն։ Ուրեմն մենք միջնորդ երաշխավորների ինստիտուտի ներմուծում, նույն Իրանը ունի շահագրգռվածություն դրա հետ կապված, եւ կա նաեւ նոյեմբերի 9-ից հետո 3 եռակողմ համաձայնություն Երևան, Մոսկվա, Բաքու հարթակում, եւ դրանք նույնպես միջազգային փաստաթղթեր են, որոնցից որևէ մեկը չի հրաժարվել եւ չի պատրաստվում հրաժարվել։ Մենք էլ չենք հրաժարվում մեր միջազգային պարտավորություններից։ Ասենք մենք ոչ արկածախնդիր ենք, ոչ խելապակաս, որ ասենք սկսում ենք զորական կետից, որովհետեւ միջազգային հարաբերություններում մեր տիպի երկիր իրեն նման շռայլություններ եւ նման հիմարություններ չի կարող թույլ տալ։ Ասենք նույնիսկ Ամերիկայի պես հզոր երկիրը սխալվում է քաղաքականության մեջ, հիմա մխրճվել են իրանական պատերազմի մեջ, բայց դրանից Ամերիկայի գոյությանը գոնե սպային էգզիստենցիալ վտանգ չի սպառնում, բայց մեր տիպի երկիրը եթե աճ կամ ձախ սխալ քայլ է անում, դա հետևանքը լինում է օրինակ Արցախի կորուստը եւ եւս մեկ սխալ մենք կարող ենք ունենալ որպես հետևանք Հայաստանի կորուստ։ Հիմա դա թույլ չտալու համար մենք այս ինստիտուտներն ենք զարգացնում, հայ-թուրքական հարաբերությունները պետք է մաքսիմալ ձգտել տարանջատել հայ-ադրբեջանականից եւ զարգացնել, փորձել միջպետական հարաբերություններ, դիվանագիտական հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ առանց նախապայմանների, գոնե նոր նախապայմանների մասով է, անպայման պետք է արձանագրել, որ նույն այդ նախաստորագրված թղթում նշել է այն կետ, որ
Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց ներքին գործերին չեն խառնում, բայց Ադրբեջանը մեզ սահմանադրության փոփոխություն է պարտադրում, դրան պետք է թույլ չտալ, որովհետև ներքին գործերի միջամտություն չպետք է լինի, եւ Ադրբեջանի հետ պետք է նստել բանակցությունների արդեն կոնկրետ տրամաբանությամբ, կոնկրետ քարտեզներով, կոնկրետ թեմայով, որովհետև մենք Ադրբեջանի հետ մոտարապես 1000 կիլոմետր սահման ունենք, որից միայն 10-12-ն է սահմանագծված, այն էլ Իրանցում, այն էլ Հայաստանի միակողմանի զիջման արդյունքում։ Դրանից հետո հիշում եք, ասում են, հեսա մենք արագ սահմանագծելու, սահմանազատելու ենք, չարեցին դա, որովհետև Ադրբեջանը դիտարկում է Հայաստանը որպես արևմտյան Ադրբեջան, ինքը չի գնալու սահմանազատման եւ սահմանագծման։ Մենք հիմա պետք է Ադրբեջանին ասենք, որ դու կառուցողական դաշտ պետք է վերադառնաս, իսկ դա հնարավոր է միայն միջնորդ երաշխավորների եւ նոր իշխանության պարագայում բնականաբար։ Մենք ռեալ ապաշրջափակման կողմնակից ենք, որը ենթադրում է հյուսիս-հարավ, արևելք-արևմուտք համակարգերի ներմուծում, որը իրական տնտեսական օգուտ կարող է մեզ բերել եւ խաղաղության երաշխիքներից մեկը կդառնա դա, երբ որ եւ Չինաստանը, եւ Իրանը, եւ նույն Ադրբեջանը, Թուրքիան, Ռուսաստանը, Վրաստանը շահ ունենան, որպեսզի այդ կոմունիկացիոն համակարգը աշխատի, այստեղ պատերազմի հավանականությունը ճիշտ է։ Իսկ այն ինչ որ անում է Նիկոլ Փաշինյանը, ինքը մաքուր պատերազմ է բերում։ Եվ տրիպով է բերում։ Ինքը դրանում ձեզ է մեղադրում, որ եթե ինքը չվերանտրվի։ Դե իմ ասենք խաբեբայությունը, ստախոսությունը սահմաններ չունի։ Նիկոլ Փաշինյանը պատերազմի ագրավն է, պատերազմի խորհրդանիշն է եւ ինքը չի կարող խաղաղության աղավն ու փետուրները հագին շրջագայել Հայաստանի գյուղերով եւ ապականել մեր ամբողջ պատմությունը, մեր արժեքները եւ մեր ամբողջ պետականության հիմքերը խարխլել։ Իդեպ ձեր ներկայացրած Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման տեսանկյունից հետաքրքիր է նաև այն կոնտեքստում, որ իշխանությունը անդիմությանը մեղադրում է հենց հակառակում, որ անդիմությունը ընդհանրապես չի ուզում, որպեսզի մենք հարևանների հետ կարգավորենք հարաբերությունները, ոչ Թուրքիայի, ոչ Ադրբեջանի դուրս է գալի, միայն իրանք են կողմնակից ապաշրջափակման։ Կարգավորում մեկ, երկրորդը կրկնեմ, դա ստախոսություն է ուղղակի։ Մենք ամենանորմալ հարաբերությունները կարող ենք հաստատել։ Իհարկե, բարեկամներ չենք դառնա, գոնե տեսանելի ապագայում բնականաբար, բայց Ադրբեջանը սուտ են ասում, որ ինքը օր-օրի սպասում է, որ հարձակվի։ Համել այդ որ ասում էին, այդքան վարկ ենք վերցրել, որ զինվենք, բան, բայց չեք վստահ, որ մենք պարտվելու ենք այդ պատերազմում։ Եթե պարտվելու ենք, ուրեմն դուք բանակաշինությունը տապալել եք։ Դրա համար է պետք է։ Դա հանցագործության մասին հայտարարություն է Նիկոլ Փաշինյանի կողմից։ Երբ որ ինքը ասում է մենք կունենանք պատերազմ եւ սարսափելի հետևանքներ, դա հայտարարություն է հանցագործության մասին եւ եթե մենք ռեալ դատախազություն ունենանք եւ համապատասխան իրավապահ մարմիններ իրան անմիջապես որպես մեղադրվող պետք է ներգրավվեին գործի վրա, այո, որովհետեւ ստացվում է որ դու վատնել ես այն միջոցները, որը հայտարարում ես, մոտավորապես 8 միլիարդ դոլարի մասին է խոսքը, ինքը ասում է, չի ասում մեզ հարցում են, ասում են այդ վարկը ինչա մենք վերցնում, զենք են կառնում, շատ լավ, զենք է կառնում, բանակ եք վերականգնում, բայց ինչ եք վստահ որ մենք պարտվելու ենք, իսկ ինչ եք վստահ որ ձեր վերած քաղաքականությունը վերելու է խաղաղություն, ճիշտ հակառակն ենք տեսել։ Եթե դուք Հայաստանը դարձնեք արևմտյան Ադրբեջան կամ Հայաստանը դարձնեք այնպեսին ինչպեսին Արցախն է, այո, կարող է ճակերտավոր խաղաղություն լինի, բայց դա գերեզմանային խաղաղություն է լինելու, որովհետև այնտեղ հայ չի լինելու։ Այս տրամաբանությամբ մենք առաջնորդվում ասելով, որ ճիշտ հակառակն է պետք անել եւ վռնդել այսօրվա իշխանությանը քվեի ուժով առանց ցնցումների, դա իրենց միակ շանսն է դեպ ասեմ, հակառակ պարագայում կարող են շատ ավելի վատ զարգացումներ լինել։ Նիկոլ Փաշինյանը ինքը վախեցած է, դրա համար հիմա ուզում է վախեցնել հայ ժողովրդին, ցույց տալով, որ եթե ես չլինեմ պատերազմ կլինի, այդ տրամաբանությամբ փաստորեն մենք պետք է ցմահ Նիկոլ Փաշինյանին պայանք իշխանության։ Լավ, բա կենսաբանություն կա, բան կա, մի օր է կարող է ինքը ոչ թե կարող է հաստատ մեռնելու է մի օր։ Որ ինքը մեռնի, ինչ է լինելու դրանից հետո Հայաստանը անպայման պատերազմի մեջ է հայտնվելու։ Լավ, ենթադրենք, ասենք մի քանի օր, ասենք դիմացանք, բա հետո ինքը ցմա ուզում է լինի, բայց իրանից հետո ինչ ենք, դամբարան ենք կառուցելու, հա իրա դին դնենք այդ դամբարանում, ասենք տեսեք որ Նիկոլը դեռ կա, Ադրբեջանը տեսնի Նիկոլ Փաշինյանի դիակը, շարունակի չհարձակվել մեր վրա։ Սա ես դե նույն տարիքի են պլյուս մինուսով չեն հասցին։ Դե բոլորս է մահկանացու ենք ի վերջո։ Հիմա ես ուզում եմ ասեմ խաղաղությունը ոչ թե անձով պետք է պայմանավորել, առավել եւս Ալիևի անձով, որտեղ հիմա իրանք ասում են Ալիևն է մեր անվտանգության երաշխավորը։ Հիմա հայ ժողովուրդը հավատում է Ալիևի երաշխիքներին, իհարկե ոչ։ Հետևաբար, եթե Ալիևն է եւ Ալիևի դրածոնը այստեղ դառնում է Նիկոլ Փաշինյանը, մենք պետք է փոխենք այս իրավիճակը։ Դուք նշեցիք շատ ճիշտ, որ առաջին անգամն է, երբ որ մենք աշխարհաքաղաքական տրամաբանությամբ ընտրություններ ենք անցկացնում։
Եվ ես այլ բան կարող եմ ասեմ, առաջի անգամն է, որ Ադրբեջանը շատ ակտիվ ներգրավված է ներքաղաքական process-ների մեջ։ Դրանք դեռ անցած տարի Առաջին անգամը հիշում եք Թուրքիան, Ադրբեջանը 21-ին, այո, 21-ին նորից այդ ներգրավվածությունը կար։ Թուրքիան անմիջապես ներգրավված է։ Ֆրանսիայի նախագահը եկել է անմիջապես ներգրավում է։ Այդ խայտառակ կերպարը, որ ասենք Եվրոպայի ծառայություններից մեկն է համարվում։ Ես հիշեցի, որ նախքան Մակրոնի այստեղ գալը Վենսն էլ Հայաստանում արտարարեց, իսկ Վենսից առաջ Ֆիդանը։ Իմ աջակցությունը դիտարկեք Փաշինյանի։ Ну, Վենսը այսպես է ասեմ, ում աջակցությունը դա պարտվում է, Օրբանի պարտությունը գիտենք մենք Հունգարիայում արդեն, բայց դրանից առաջ ավելի կարևոր բան Թուրքիան, Ֆիդանը պաշտոնապես աջակցեց Նիկոլ Փաշինյանին, այնպես որ այս առումով բոլոր աննախադեպերը եւ հանրության համար այն ազդանշանը լինի, որ ճիշտ ընտրություն կատարեն։ Ճիշտ ընտրությունը հետեւյալն է, Նիկոլ Փաշինյանը եթե մնում է, լինում է այն, ինչ որ եղավ Արցախի հետ։ Հիշեք իր խոստումները Արցախի մասով եւ պատկերացրեք, թե ինչ է սպասվում Հայաստանին։ Մենք նաեւ դնում ենք արցախցիների վերադարձի իրավունքի պաշտպանության խնդիր։ Մենք չենք ասում դա արկածախնդրություն կլինի ասել, որ մենք վաղ Արցախը հետ ենք բերում եւ այլ, այդպիսի բան չենք ասում մենք եւ դա իրատեսական չէ, դա ավանտյուրիզմ է, բայց Արցախահայությունը ունի իրավունքներ, որոնք մենք պետք է պաշտպանենք եւ որոնք պետք է մենք հետապնդենք, որպեսզի այդ իրավունքները իրացվեն։ Սրանք ընդհանրապես ուզում են ջնջեն ամեն ինչ, նույնիսկ կարող են այսպես մուգ վարակույր կախել, որպեսզի Արարատը չերևա հանկարծ։ Սա իհարկե մարազմի է հասնում, օրինակ այսօրվա Եռաբլուրի իրենց չայցելելն էլ ես կարծում եմ, որ այդ նույն ծրագրի շրջանակներում է նույն սերիայից է, էլի որ Հաճոյանան, Ալիևին ու Էրդողանին, որ տեսեք մենք Եռաբլուր չենք գնում, տեսեք հաղթանակի զբոսայգի չենք գնում, տեսեք չենք նշում մեր հաղթանակը եւ այլն եւ իրենք փաստորեն Եվրոպայի նեոռասիստների հետ են համագործակցում, իսկ Մակրոնը նեոռասիստ է։ Ինչի է նեոռասիստ, որովհետեւ ինքը Մակրոնը գտնում է, որ ֆրանսիացիները ավելի բարձր սորտի ժողովուրդ են, քան մենք, որովհետեւ իրենք կարող են իրենց թույլ տալ ժողովրդավարություն, ինքնիշխանություն եւ այլն, իսկ հայ ժողովուրդը իրավունք չունի դա անել։ Հայ ժողովրդին իրենք պետք է բերեն պարտադրեն Նիկոլին, որպեսզի Նիկոլը մեզ դարձնի մանրադրամ։ Այսինքն իրենք գտնում են, որ ֆրանսիացիները չպետք է դառնան մանրադրամ, իսկ հայերը պետք է դառնան մանրադրամ։ Եվ դա անում են ժպիտով, այդ Գեբելսը ասենք գերեզմանում շուռ է գալիս, էլի այդ լկտի սուտը, որ տարածում են Մակրոնի միջոցով, որ իբր սիրում ենք ձեզ, Մակրոնն էլ չի ասում սիրում եմ հայ ժողովրդին, խոնարհվում եմ հայ ժողովրդի առաջ եւ հպարտանում եմ հայ ժողովրդով։ Նիկոլը նույն բառերը ասեց, հազարավորներին տարավ մցրեց գերեզման, Արցախն էլ հանձնեց։ Հիմա նույնը Մակրոնն է անում։ Ուղղակի նոր տեխնոլոգիաները, այդ հիբրիդային պատերազմի առանձնահատկություններն են, որ քո դահիճը հանդես է գալիս որպես քո բարեկամ։ Ասենք երիտ թուրքերը, պատկերացնում եք հայերին դեզորի անապատներով քշեին Կոմիտասի երկերի ներքո եւ ասեն, որ մենք հայ ժողովրդի բարեկամներն ենք, մենք ձեզ հանուն բարեկամության ենք տանում կոտորելու։ Հիմա նույն բանը մեզ հետ անում են։ Հիմարի տեղ են դրել, ասենք։ Վերջին 6 տարին ես անընդհատ այդ հարցն եմ տալու։ Լավ, այդ արյան կանչ ասվածը ինչ եղավ, որ մենք հասանք այս կետին։ Ես կարծում եմ, որ այս ընտրությունները իսկապես անդառնալիության Ռուբիկոնը անցնելու պես ինչ որ մի բան է եւ ես ուղղակի երևի թե եզրափակելով մեր շատ հետաքրքիր զրույցը հույս հայտնեմ, որ 5 տարի հետո մենք կպատրաստվենք հերթական ընտրություններին անկախ Հայաստանում եւ ելի կզրուցենք միասին։ Անպայման մենք բոլորս ամեն ինչ պետք է անենք որպես քաղաքացի, որպեսզի իրականանա մեր բոլորի երազանքը եւ մենք ունենանք Հայաստանի Հանրապետություն, որովհետեւ այս ընտրությունները ինչ որ առումով նաեւ երկընտրանք են Հայաստանի Հանրապետություն թե Արևմտյան Ադրբեջան։ Այս առումով Հայաստանի Հանրապետությունը պետք է հաղթի Արևմտյան Ադրբեջանին եւ ես հուսով եմ, հավատում եմ, վստահ եմ, որ մեր ժողովուրդը իր ընտրությունը ճիշտ կատարելու է։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Կհանդիպենք